Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ, Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնությունը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ուսանողության տոնին ընդառաջ հայտարարել էր երիտասարդական մրցույթ, որտեղ Հայաստանի մայրաքաղաքի եւ մարզերի տարբեր երիտասարդներ ներկայացնելու են իրենց առաջարկները 6 թեմաներով՝ թմրամոլության դեմ պայքար, ինչպես անեն, որ հայաստանցիները մնան Հայաստանում, երիտասարդների աշխատատեղերի խնդիր եւ այլն։ Այսօր Առաջարկ Հայաստանի նախագծի շրջանակներում այդ մրցույթին մասնակցած ուսանողներն են մեր հյուրերը եւ Առաջարկ Հայաստանի հաղորդմանը մենք կքննարկենք եւ նրանց ծրագրերի մասին եւ այն մասին, թե ինչ առաջարկներ ունեն երիտասարդները, որոնց մասին խոսում են բոլոր ժամանակների կառավարությունները, մենք բոլորս եւ մեր քննարկումներում անդրադառնում ենք երիտասարդներին։ Եվ քանի որ մենք երիտասարդակենտրոն ծրագիր ենք, այո, ուզում ենք տեսնել ինչպիսի ապագա է կերտվում իրենց մրցանակակիր արդեն երիտասարդների ձեռքով։ Մարիամ Նիգոյանն է մեր հյուրը, որը ուսման հնարավորությունների բարելավման առաջարկներ ունի, եւ Ռոման Բեգլարյանը, որը թմրամոլության դեմ պայքարի մեխանիզմներ կներկայացնի։ Նելի Մուրադյանի առաջարկը վերաբերել է աշխատանքի ապահովման խնդիրներին եւ Սվետլանա Կիրակոսյանը եւս անդրադարձել է թմրամոլության դեմ պայքարին։ Մարիամ, գնացինք Մարիամից։ սկսեցինք։ Մեծ պատիվ է ինձ համար, որ իմ առաջարկը արժանացել է հենց լավագույնի գնահատականի, քանի որ այն վերաբերում է մի թեմայի, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի եւ առհասարակ տնտեսության համար, այն է ուսման հնարավորությունների բարելավում։ Սա պարզապես տեսական խնդիր չէ, այլ սա իրական մարդկանց ճակատագրերի մասին է, որովհետև ես ամեն օր տեսնում եւ առնչվում եմ ուսանողների, ովքեր բարձրագույն կրթություն ստանալով հանդերձ չեն կարողանում իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Ինչ խնդիրներ ունեն երիտասարդները ուսման հնարավորությունների բարելավում ասելով, ինչ է նշանակում։ Օրինակ ուսանողը դիմեց բու, ստանում է կրթություն, ինչ հնարավորություն չի բավարարում նրան։ Տեսեք, ուսանողը ստանում է կրթություն եւ տեսական կրթություն է մասնավորապես ստանում։ Պրակտիկ գործնական հմտությունները այստեղ թերակատարում են ունենում, որովհետեւ ուսանողը ավարտում է համալսարանը եւ միայն պրակտիկան անցնում է 4-րդ կուրսում, օրինակ, ինչը լուրջ մարտահրավեր է մեր այսօրվա երիտասարդության համար։ Այսինքն տվյալ երևույթը ոչ միայն ուսանողին մրցունակ չի դարձնում, այլև խոցելի է դարձնում թե տեղական աշխատաշուկայի եւ թե միջազգային աշխատաշուկայի համար։ Եվ դրա հետ միասին կա մի թևավոր խոսք, երբ ասում են օրինակ որոշակի լուրջ աշխատավայր ընդունվելու համար, ասում են աշխատանքային փորձ է հարկավոր։ Հիմա որտեղից այդ աշխատանքային փորձը մարդը ձեռք բերի։ Այո, հենց հիմնական խնդիրը եւ մարտահրավերը հիմնախնդիրը իմ թեմայի եւ առաջարկի դա է։ Ինչպես անենք, որ ուսանողը 4-րդ կուրսն ավարտելիս արդեն ձեռք բերի համապատասխան փորձ եւ հմտություններ։ Ինչպես նաեւ առաջարկել եմ միկրովորակավորումների համակարգներ դնել, soft skills-եր ներդնել եւ արդեն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանամերձ գոտիներում բնակվող եւ մարզերում բնակվող երիտասարդներին, առաջարկելով համայնքներում սահմանամերձ գոտիներում հիմնել նորարարությունների եւ տեխնոլոգիաների զարգացման հաբեր, որտեղ արդեն ուսանողները ոչ միայն տեղական դասախոսների հետ կարողանան հմտություններ ձեռք բերել, այլև on-line հարթակի օգտագործմամբ կարողանալ նաև միջազգային հայտնի այլ մի շարք համալսարանների դասախոսական կազմի հետ իրականացնել ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ դասընթացներ, ինչը արդեն մեր ուսանողներին հնարավորություն կտա թե տեղական, թե միջազգային փորձ ձեռք բերել եւ աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Ռոման, ինչու թմրամոլության դեմ պայքար թեման ընտրեցիք եւ ինչքանով է դա ձեզ մտահոգում։ Թեման ընտրեցի, որովհետեւ կարծում եմ ժամանակակից հասարակությունների համար ամենաաղետալի երևույթներից մեկն է,
թմրամոլություն առհասարակ եւ առաջարկը նույնպես բաժանեցի երկու գործողության՝ իրազեկում եւ կանխարգելում եւ յուրաքանչյուր համար տարբեր մեխանիզմներ մշակեցի, որը կարծում եմ վերջնարդյունքում կօգնի թմրամոլության դեմ պայքարին եւ առհասարակ ապօրինի շրջանառությանը թմրամոլության։ Իսկ դուք ինչպես եք տեղեկանում կամ ինչ եք լսում կամ ում պատմություններն են, որ ձեզ մտահոգում են հատկապես, չգիտեմ, մամուլում հրապարակված, միջավայրում, այնտեղ որտեղ կաք, ինչու եք հենց այս թեման ընտրել։ Մտահոգության աղբյուրը կամ առիթը ո՞րն է։ Մտահոգության աղբյուրը կարծում եմ բոլորս գիտենք, որ վերջին շրջանում հասարակության մեջ տարածվել է թմրամոլությունը առհասարակ, դա նաև թվերով կարելի է տեսնել, որոնք պատկան մարմինները ցույց են տալիս հասարակությանը, եւ ամենաթիրախային խումբը կարծում ենք հենց անչափահասներն են, որոնց թմրամոլության օգտագործման մակարդակը նույնպես վերջերս մի քանի անգամ ավելացրել։ Խոցելի խավ են, հա, խոցելի շերտ են։ Նելի դուք նույնպես աշխատանքի ապահովման մասին եք անհանգստանում եւ ինչ խտրականություն եք տեսնում այստեղ։ Տեսեք, այստեղ ամենամեծ խտրականությունը, երբ ուսանողները ավարտում են ու փորձ չունեն, փորձի բացակայությունն է, ու երբ մենք փորձում ենք հենց նախ ասեմ ինչի եմ հենց այդ թեման ընտրել, որովհետև ես ինքս էլ բազում անգամներ բախվել եմ այդ խնդրին, շատ տեղեր դիմել եմ ու հենց մեկը փորձի բացակայության դեպքում ասել են շնորհակալություն, հաջողություն, դուք չեք համապատասխանում այս հաստիքին։ Առաջինը դա փորձի բացակայությունն է, երկրորդը դա աշխատողի ոտնահարված իրավունքներն են, երրորդը աշխատավարձի ցածր լինելն է, իսկ չորրորդը արդեն իսկ ասեցի, որ կրթական համակարգի եւ աշխատաշուկայի անհամապատասխանությունն է, այսինքն մենք սովորում ենք համալսարանը, բայց մենք պատրաստ չենք որպես մասնագետ եւ պատրաստի մասնագետներ չենք մտնում աշխատանքի մեջ։ Մենք ունենք տեսական գիտելիքներ, բայց չունենք գործնական գիտելիքներ եւ չունենք հնարավորություն, որպեսզի այդ գիտելիքները կիրառենք գործում։ Իսկ ինչ կասեք այն մարդկանց մասին, որոնք սովորում են, բայց արդեն աշխատում են եւ աշխատում են ծանր պայմաններում 12-14 ժամ դրամարկղի առջև եւ նույնիսկ հասկանալի չի, ասում են աշխատում ենք, որ կարողանանք վարձը տանք, բայց նրանք չեն սովորում մի կողմից էլ։ Միանշանակ նրանք չեն սովորում, որովհետև տեսեք, երբ որ աշխատում են, ես իմ ուսանողական տարիներից ավելի շատ կպատմեմ, սովորել եմ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, ու մեր դասախոսը այսպիսի մի թևավոր խոսք ուներ, եթե չեք կարողանում սովորել, չեք կարողանում վարձը տալ, ուրեմն մի սովորեք, որովհետև եթե դուք աշխատանքը համատեղեք սովորելու հետ, միևնույն է դուք չեք կարող նորմալ կրթություն ստանալ։ Մենք չենք ունենա նորմալ մասնագետներ, արդյունքում եւ դուք կտուժեք եւ մենք կտուժենք։ Դուք համամիտ եք այդ որակետમાં դասախոս։ Տեսեք, լինում են դեպքեր, երբ աշխատանքը իսկապես խանգարում են ուսանողներին, բայց ուսանողները ստիպված են աշխատում, որպեսզի կարողանան իրենց վարձը վճարել։ Իսկ գուցե այդ դեպքում վարձերի նկատմամբ ինչ որ փոփոխություններ պետք է կատարեն, որ մարդիկ չմտածեն այս պահին վարձը տալու համար աշխատել, այլ սովորել։ Ես նաև իմ աշխատանքում ներառել եմ կամավորական աշխատանքները, որտեղ ուսանողը հնարավորություն կունենա կամավորական աշխատանքներ կատարել եւ ըստ կամավորական աշխատանքների թեկուզ վարձի հովանավորություն կստանա, այսինքն ուսման վարձի չափով որոշակի օգնություն կստանա, որ դա ինչ որ չափով օգնություն կլինի իրեն։ Իսկ կամավոր աշխատանքը սովորական աշխատանքից նրանով է տարբերվում, որ դու ֆիքսված ժամերով չես գնում աշխատես, հա, քո ազատ ժամերին կարող ես գնալ աշխատել ու այդ աշխատանքը չի խանգարի ուսմանը։ Սվետլանա, Եվս մեկ թեմա, որը էլի թմրամիջոցների եւ թմրամոլության դեմ պայքարին է առնչվում, ձեր ասելիքը այստեղ որն է եւ ինչու եք ընտրել այս թեման։ Ասեմ, ես մասնագիտությամբ տարրական մանկավարժ մեթոդիստ եմ։ Իմ մասնագիտությունը ձևավորել է այն արժեհամակարգը, որ յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր երիտասարդի կյանքը կարող է փոխվել ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում ցուցաբերված հոգատարությամբ, տեղեկացվածությամբ։ Եվ ես իմ տեսակով չեմ կարող անտարբեր լինել այն վտանգներին, իրադարձություններին, որը սպառնում է թե ներկա, թե գալիք սերունդներին։
Ես ուզում եմ լինել այն մարդկանցից մեկը, ով խոսում բարձրաձայնում է այս թեմայի մասին առանց դատելու եւ ով աջակցում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հույսը։ Թմրամոլությունը ինձ համար միայն հիվանդություն չի, այլ հասարակության լռության եւ անտեղյակության հետևանք է, որի պատճառով շատ երիտասարդներ այսօր կորցնում են ամենաթանկը՝ կյանքը։ Շատ երիտասարդներ քայքայում են իրենց ընտանիքները, հանցավորության աճ է գրանցվում եւ այս ամենով առանց գիտակցելու հետևանքների մասին մտնում են այս հանցավոր խմբի մեջ։ Ինչ է Անհրաժեշտ։ անհրաժեշտ այդ ամենի համար հատկապես հաշվի առնելով ձեր մասնագիտությունը։ Օրինակ մտնել հիմա դասարան եւ Իմ ծրագրի գլխավոր նպատակը սա է, ոչ թե թմրամիջոցների դեմ պետք է պայքարել միայն պատժով, այլ պետք է դա իր մեջ ներառի կրթությունը, հոգեբանական աջակցությունը, բուժումը, վերասոցիալականացումը եւ իհարկե թվային վերահսկողությունը։ Ես միշտ կարծում եմ, որ երիտասարդին պետք է պաշտպանել մինչ կախվածության սկսվելը։ Ինչ է անհրաժեշտ դրա համար անել, պետք է դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, համալսարաններում իրականացնել ինտերակտիվ կրթական ծրագրեր, ներկայացնելով թմրանյութերի օգտագործման հետևանքների, թվային այդ վտանգների մասին, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն այդ հանցավոր ներգրավման մասին եւ զերծ մնան այդ ամենից, այդ առցանց առաջարկներից զերծ մնան եւ չներգրավվեն այդ հանցավոր խմբի մեջ։ Դուք մտածում եք, որ իրավագիտակից մոտեցման պակաս կա, այսինքն մարդը չի գիտակցում, թե ինչ կլինի դրա հետևանքը, երիտասարդը, դեռահասը եւ այլն։ Իսկ այստեղ ինձ համար ոչ միայն կարևոր է երեխայի, այլև ծնողի ներգրավումը, որովհետեւ շատ դեպքերում ծնողի չիմացության, անտեղեկացվածության, այսինքն չի հասկանում, թե ինչու է իր երեխան այսպես վարվում, ինչու է վարքագծի որոշակի կանոնների փոփոխությունը, ինչով որ պայմանավորված։ Այո, այսինքն կարծում եմ, որ պետք է դպրոց, ծնող, համայնք, սեմինարներ լինեն, որի շրջանակներում ծնողները կտեղեկացված լինեն, թե վարքագծի որ կանոնը ինչի մասին է խոսում, որպեսզի պաշտպանեն իրենց երեխաներին, ոչ թե դատապարտեն, լսեն եւ կարողանան աջակցել։ Մարիամ, դուք մասնագիտական ինչ կողմնորոշում ունեք։ Տնտեսագետ եմ, բակալավրական կրթական աստիճանով տնտեսագիտություն, մագիստրատուրայի վարտան միջազգային տնտեսական հարաբերություններ։ Եվ գտել եք ձեր աշխատանքը։ Այո։ Այո։ Իսկ ուսման վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Այն բավարար է, որպեսզի գտնել որակյալ բարձր վարձատրվող աշխատանք։ Նշեմ, որ ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ստացած կրթությունից բավականին գոհ եմ, որովհետեւ գրանցած հաջողությունները 6 տարիների ընթացքում հենց համալսարանական կրթության արդյունք են։ Դուք աշխատանք գտաք արդեն մագիստրոսական փուլում, թե ավելի ուշ։ Չէ, բակալավրն ավարտելուց հետո Անմիջապես։ Անմիջապես վիճակագրական կոմիտեում։ Բա այս պարագայում ձեզնից աշխատանքային փորձ չպահանջեցին։ Չէ, որպես մասնագետ հաստիկի համար աշխատանքային փորձ չէր պահանջվում, բայց ըստ իս հմտությունները, որին որ տիրապետում էի, կարող էր ավելի բարձր հաստիկի համար դիտարկվել։ Հիմնական խնդիրը այստեղ սա է, որ միգուցե ուսանողը ունի հմտություն, միգուցե չունի փորձ, բայց այստեղ պետք է արդեն հավասարակշռված մոտեցումը դիտարկվի, հասկանալու համար, թե օրինակ հաստիկների պարագայում X հաստիկի համար ինչ գիտելիք է անհրաժեշտ, ինչ հմտություն է անհրաժեշտ եւ ինչ փորձ է անհրաժեշտ, որովհետեւ միգուցե անհատը ունենա փորձ, բայց չունենա համապատասխան հմտություն եւ չունենա համապատասխան գիտելիք տվյալ ոլորտում իրեն դրսևորելու։ Գիտեք, մենք պարբերաբար նաեւ լսում ենք, որ կան աշխատատեղեր եւ չկան համապատասխան կադրեր։ Ինչպես եք վերաբերում դրան։ Այո, խնդիրը մեկնաբանում եմ առաջին հերթին քիչ վարձատրությամբ, որովհետև տվյալ խնդիրը եւս մեր երկրում առկա է։ Ուսանողները, երիտասարդները ավարտելով բուհը ցանկանում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել եւ դրա համար տվյալ խնդիրը առկա է մեր երկրում։ Նելի ձեր կուրսում քանի ուսանող կար։ Մեր կուրսում առաջին որովհետև շատ յուրահատուկ է մանավանդ հեռահաղորդակցություն աստիճանների մշակում ընդունվել ենք 180 ուսանողով, երկրորդ կուրսում արդեն մնացինք 70 ուսանող։ Ուր գնացին մյուսները։ Մնացածը դուրս մնացին, շատերն էլ բանակ գնացին։
Եվ ավարտեցիք։ Ավարտեցինք հենց այդքանը, Այդքանը։ 70-ով։ Հիմա, բարեբախտաբար։ քանի որ էլի ձեր մասնագիտությունը այտենց լայն սպառման մասնագիտություն չէ, ինչպես դուք գտաք աշխատաշուկայում ձեր տեղը։ Իրականում ես չգտա իմ մասնագիտությամբ աշխատանք, ի սկզբանե, երբ որ ես Իսկ դիմել էի նախապես տեղեկացված էիք, թե դուք ուր եք գնում։ Հա։ Գիտեի։ Ես երբ ընդունվեցի համալսարան այդ բաժինը, ես արդեն իմ մտքում պատկերացնում էի, որ ես պետք է ՊՆ-ում աշխատեմ կամ ոստիկանությունում աշխատեմ, կապի ինժեներ էի մասնագիտություն, հենց կապի բաժնում էլ աշխատեմ։ Ցավոք սրտի իմ մասնագիտությամբ աշխատանք չգտա եւ որոշեցի երկրորդ մասնագիտությամբ ընտրել մանկավարժությունը ու ընդունվեցի մանկավարժական համալսարան ֆիզիկայի բաժին, մագիստրատուրա ավարտեցի, ավարտելուց հետո արդեն մտա դպրոց որպես ուսուցչուհի։ Ֆիզիկայի։ Այո։ Կարծեմ դա շատ պահանջված է այսօր։ Այո, շատ պահանջված է եւ ինչպես է ձեր լսարանը, դասարանը սարքավորումներով հագեցած, թե ուղղակի բանավոր պատմությունների դաշտում է։ Սարքավորումներ կան, փորձեր կատարում ենք, իհարկե մեր գիտելիքները չեն սահմանափակվում միայն տեսական մասով, գործնական մասեր էլ են լինում, արդեն պլանավորում ենք երեխաներին տանենք ֆիզիկայի ինստիտուտ, այդպես փակագծերը չբացեմ, շատ տեղեր, որպեսզի կարողանան երեխեքի մոտ սեր առաջացնենք դեպի ֆիզիկան։ Դուք գտել եք ձեր սերը եւ գործառույթը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց այստեղ կանադառնամ աշխատավարձին, քանի որ այդ ամենաարդիական խնդիրն է, երբ բայց ասում են ուսուցիչները այսօր կարող են շատ վաստակել։ Եթե ատեստավորվում են։ Իսկ ինչու չեն ատեստավորվում։ Փորձի բացակայության խնդիրն է։ Ու շատերը անգամ, այսպես ասած, վստահ չեն իրենց ուժերին, որ կարող են ատեստավորվել ու հաղթահարել ատեստացիան։ Եվ դրա համար չեն դիմում։ Եվ դրա համար չեն դիմում, այո։ Վերադառնանք Ռոմանին եւ ոչ միայն ուսանողական կյանքին, այլ նաեւ մարզային դուք դիլիջանից եք։ Ուսանողական կյանքում եւ համայնքում ինչ խնդիրներ կան։ Դե եթե դիտարկենք ինչպես գործընկերներս էին նշում, օրինակ մասնագիտական փորձի պակաս, ես գիտակցել եմ, որ երբ որ ավարտեմ փորձի պակաս կունենամ, ձեր բուհը կնշեք ռուսական սլավոնական համալսարան, սովորում եմ իրավագիտության 4 կուրսում, միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնում, համալսարանական կրթությունից գոհ եմ տեսական մասով, պրակտիկ մասը բավականին կարճ ժամանակահատված է, չնայած այլ համալսարանների համեմատ մենք երրորդ կուրսից ենք պրակտիկայի ասում, բայց գիտակցել եմ, որ ժամանակահատվածը կարճ է, օրինակ ես ներկայումս փորձնակ եմ պետական մարմիններից մեկում եւ կարծում եմ դա շատ պետքական ինստիտուտ է առհասարակ, հետագայում ավարտելուց հետո փորձը արդեն ձեռք բերած կլինեմ։ Եվ ձեր ուսումնասիրված եւ առաջարկություններ ներկայացրած թեմայում չեք կարծում, որ այստեղ հիմքերից մեկը նաեւ անաշխատունակությունն է, անգործությունն է, չսովորելն է։ Այո, համաձայն եմ եւ կարծում եմ թեման նաեւ կապված է գործընկերներից ներկայացրած թեմայի հետ, բայց կարծում եմ նախ պետք է սկսենք ընտանիքից եւ առաջարկի մեջ նաեւ անդրադարձել եմ ծնողների հետ աշխատանքին, առհասարակ եթե դիտարկենք օրինական ներկայացուցիչների հետ աշխատանքին, հոգեբարձներ եւ այլն։ Սակայն կարեւոր է, որ տեղեկատվությունը, որը պետք է փոխանցվի ծնողներին, չպետք է սոսկ փոխանցվի եւ կարեւոր է, որ համապատասխանի մի շարք պայմանների, օրինակ կարծում եմ, որ պետք է նախ անդրադառնալ այն պայմաններին, որոնք եւ ուղղակի եւ անուղղակիորեն են ազդում թմրամոլությանը եւ թմրամոլության տարածվածությանը երիտասարդների շրջանում։ Օրինակ նախ պետք է սկսել ծնողավարության կանոնները սովորեցնելուց, առողջ եւ անվտանգ ընտանեկան հարաբերություններ ձևավորելու սկզբունքներից, բացի այդ թմրամոլության նախանիշների սովորեցնելուց, նաեւ սկզբնական շրջանում օգնություն ցույց տալու մեխանիզմներին եւ հնարավորություններին ծանոթացնել։ Խոսում եք պետություն ծնողավարության մասին, որը պետք է նաեւ գիտակներ լինեն ինչ-որ մասով կամ այդ հարցում որպեսզի ուշադիր լինեն իրենց երեխային, վարքագծին եւ այլն։ Բայց այդ ամենը հսկելու համար նաեւ կան պետական օղակներ եւ պետությունը բազմաթիվ մի շարք նախարարություններում, մարզպետարաններում եւ այլն ծախսում է գումարներ, ձևավորում է մարմիններ, որ պայքարեն
թմրամոլության տարածման դեմ։ Ինչ կասեք բա այս մասին։ Բնականաբար մեխանիզմներ կան, սակայն եթե մեխանիզմները կան եւ չնայած դրան անընդհատ թվականակը աճում է, արդյունավետ չէ, հա։ Կարծում եմ այո, արդյունավետ չէ։ Ընդհանուր առմամբ չեմ տիրապետում կոնկրետ նրանց գործողություններին, զերծ կմանամ որևէ հայտարարություն անել, սակայն կարծում եմ պետք է ներկայիս մեխանիզմները ավելի կատարելագործել։ Իսկ սպորտը կօգնի, որ երիտասարդները հեռու մնան թմրամոլությունից։ Ցանկացած զբաղվածություն կարծում եմ կօգնի, որպեսզի դրական զբաղվածություն նկատի։ Հասկանալի է։ Սվետլանան, որը նաև արդեն մանկավարժական գործունեություն ավարտել է Մեսրոպ Մասյաման համալսարանի մանկավարժություն եւ մեթոդիկ բաժին, այո։ Եվ աշխատել եմ երեխաների հետ, հիմա եմ աշխատում, բայց որպես ուսուցիչ չեմ։ Հենց Մեսրոպ Մասյաման համալսարանում կայքի պատասխանատու ղեկավար եմ, բայց շատ եմ շփվում առօրյա երեխաների հետ, ուսանողների հետ։ Հիմա այս շփումները ձեզ ինչ են հուշում, ինչ է անհրաժեշտ այս։ Ես կարծում եմ, որ բոլոր անչափահասները կամ դեռահասները ինչ որ շատ մեծ պահանջներ ունեն ինքնակայացման, ինքնաերևալու եւ երբեմն նաեւ դա արատավոր ձևերով է տեղի ունենում։ Ինչպես անել նրանց գրավել, զբաղեցնել, այս նպատակները ուղենշել։ Առաջինը իրազեկել։ Պաշտպանել, գիտակցության մակարդակը բարձրացնել, որպեսզի նրանք հասկանան, թե ինչի հետ գործում են, հա, որ եթե սկսեն այս կախվածության մեջ ընկնելը, ինչ կբերի, ինչ կհանգեցնի դրան, հա, որպեսզի զերծ մնան այս ամենից։ Պետք է զբաղվածություն։ Առաջինը ասեմ, որ մոտիվացիան ա կորել երեխաների մեջ, մոտիվացիան։ Մոտիվացիա լինել չեմպիոն։ Այո, չկա։ Չենք ուզում լինել չեմպիոն։ Չէ, մեծ մասամբ մոտիվացիան կորել է ինչ որ լավին հասնելու։ Նրանք մտածում են, օրինակ, այդ թմրամիջոցների իրացումը, հա, ինչի են իրանք ձգտում դա, որովհետև դա անելով շատ գումար են, չէ՞, վաստակում։ Եվ իրանք չեն կարծում, որ դա անելով մեկ այլ մարդու ճակատագրի հետ են խաղում։ Այսինքն այդ տեղեկացվածությունը բացակայում է։ Մոտիվացիայի արդյունքը լինել ամենալավը, լավ առումով բացակայում է։ Բարեխիղճությունն է բացակայում, մեկ ուրիշի հաշվին, ճակատագրի հաշվին գումար աշխատելը։ Եվ ձեր հարցի հետ կապված, որը հղեցիք, հա, եւ սպորտը եւ ինչպես պայքարել, հա։ Քանի որ այսօր այդ թմրանյութերի տարածումը տեղափոխվել է թվային հարթակ, կարծում եմ դրա դեմ պետք է պայքարել հենց առցանց եղանակով։ Ինչ եմ կարծում ես, ինչ է պետք անել։ Պետք է զարգացնել բլոկչեյն հետազոտությունը։ Ինչ են կարծում այդ թմրանյութեր տարածողները, կարծում են, եթե իրենց գործունեությունը կատարում են Telegram հարթակով, օրինակ, այդ ամենը շատ մութ է, չի կարելի բացահայտել, բայց այդ KCAML վերահսկողությունը շատացնելով մենք կկարողանանք շատ հեշտ կանխարգելել դա, այսինքն ստեղծել կիբեր ստորաբաժանում, որը կզբաղվի հենց այդ հարցերի մշակմամբ։ Մենք ունենք այդ ստորաբաժանումները, բայց ավելի եւ շատ հզոր տեխնոլոգիաներով քննչական կոմիտեում AI monitoring պետք է իրականացնել, որպեսզի տեսեք մարդիկ մտածում են, որ Telegram-ով գործունեություն ծավալեցին, իրենց բացահայտելը դժվար է, բայց այդ blockchain հետազոտությունը, եթե կատարեն, կտեսնեն, որ եթե մի Telegram-յան ալիք, օրինակ անընդհատ ինչ-որ չափի գումարներ է ստանում, երբ որ ու չի կորում դա, չի անհետանում, որքան էլ իրանք ջնջեն կամ փորձեն վերացնել հետքերը, դրանք չեն անհետանում։ Ու եթե նրանք կարծում են, որ չեն բացահայտվելու, դա սխալ է, որտեղ անընդհատ այդ գումարները նստում են, կարող են բացահայտել, թե ով է փոխանցողը, ով է ստացողը, եթե ցանկանան։ Լավ եզրակացություններ ամեն դեպքում, որ պետք է ցանկանալ բացահայտել նաև հանցագործներին։ Այո։ Եվ վերահսկողությունը։ Բայց Ռոմանը չասաց իրենց մարզային խնդիրների մասին, եւ ես վերադառնում եմ իմ հարցին։ Դիլիջանում ապրող երիտասարդն ինչ խնդիրներ ունի։ Եվ յուրաքանչյուր մարդ կցանկանար բնակվել Դիլիջանում։ Իսկ Դիլիջանում բնակվողը ցանկանում է բնակվել Երևանում, հա, ոչ, շատ ավելի լավ։ Դե ուրեմն լսում եք, թե ինչ հարցեր կան Դիլիջան։ Օրինակ ինչ են անում։ Ժամը 6-ն է, գործերն ավարտվեցին, դասերն ավարտվեցին, մարզումներն ավարտվեցին, երիտասարդները, երեխաները, դեռահասները գնացին տուն։ Եվ նախ կարևոր է նշել, որ ես ի սկզբանե Դիլիջան քաղաքից չեմ եւ Հարակից գյուղից եմ, Թեղուտ գյուղից եմ եւ մինչեւ որոշ տարիքի հասնելը ավագ դպրոցը ավարտելը ես իմ ողջ գործունեությունը իրականացնում եմ հենց Թեղուտ գյուղում
ներառելով կամավորություններ, բնապահպանական եւ այլն։ Իսկ այնուհետև երբ որ համայնք խոշորացվեց, նաև սկսեցի կամավորություններ իրականացնել Դիլիջան քաղաքում եւ առհասարակ Դիլիջան համայնքում, կարծում եմ ես կամավորություն անելու խնդիր ունեի, չէի գտնում կամավորական կազմակերպություններ, ինչ շատ էր դուր գալիս հասարակությանը որևէ օգուտ տալը, սակայն հասարակական կազմակերպությունների խնդիր կար, սակայն այդ մասով եթե դպրոցականը կամ ուսանողը ցանկանա, կարծում եմ ինքը կարող է իրականացնել եւ մենք համայնքի ակտիվ երիտասարդներով միշտ իրականացնում ենք նման գործունեություն, օրինակ դասային երիտասարդներով, տարբեր պլակատներով գնում ենք քաղաքապետարան եւ մեր խնդիրներն ենք ներկայացնում։ Դուք կասեք այդ խնդիրը ինչու՞ն է, որովհետեւ ասում են մեր խնդիրը, ո՞րն է այդ խնդիրը։ Ինչ էր գրած ձեր պաստառի վրա, որով գնում եք քաղաքապետարան։ Մի շարք խնդիրներ ենք վերհանում քաղաքապետարանում եւ ներառյալ ֆուտբոլ դաշտի բացակայությունը գյուղում կամ որևէ խաղահրապարակի բացակայություն գյուղում, նաև որոշ խնդիրներ կային, քանի որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, խնդիրներ առաջանում ջրի, որը օգտագործում էին եւ զբոսաշրջիկները եւ տեղացիները եւ զբոսաշրջիկների մեծ քանակի պատճառով գյուղացիները ջուր չունեին, սակայն կարծում եմ մեր գործողությունները իրենց նպատակին հասան եւ ըստ էության Ուրեմն հասան, դուք ունեցաք ֆուտբոլի դաշտ, լուծվեց ջրի խնդիրը, որը աշխարհում երկրորդ տեղում է, Դիլիջանի ջուրը։ Այո, Միմինոֆից։ Թեպետ իրականում ասում են, որ այդքան երկրորդ տեղում չէ, առաջին տեղում։ Եվ այսօր այս պահին հնչեց մի բան, երբ կան շատ զբոսաշրջիկներ, համայնքային խնդիրներ են առաջանում։ Օրինակ, գներն են թանկանում։ Գներն են թանկանում։ Գներ թանկանից բացի ամենուր հյուրատներ են, սակայն ժամանցի վայր կարծում եմ բացակայում է երիտասարդների համար։ Բայց սա նաև աշխատատեղ է հյուրատունը, չէ՞։ Նույն երիտասարդի համար։ Վատ կարծում եմ սեզոնային է, հետևաբար կարող է խնդիր առաջանալ։ Լսեք, Դիլիջանում արդեն սեզոն չկա, արդեն ձմեռն էլ է լեփլեցում։ Էլ չասած վերջերս ինձ ասացին ու մոտ 5000 վերաբնակեցվածներ կան Դիլիջանում։ Այսինքն նրանք միշտ են։ Այսինքն ձեր ասածից ենթադրվում է, որ եթե հիմնականում կան հարցեր, որպեսզի զբաղվածությունը չտուժի երիտասարդների, թեկուզ մարզադաշտ չունենալը, որպեսզի գնան եւ ֆուտբոլ խաղան, հա, դա մի շարք հարցեր լուծում է, սկսած որ մարզավիճակից, թիմային միջավայր է ստեղծում եւ այլն եւ այլն։ Բայց այնուամենայնիվ նշեցիք, որ եթե երիտասարդներն ուզենան, եթե ձեր խոսքից ճիշտ հասկացա, ապա զբաղվածության ինչ որ առիթներ կգտնեն։ Ճիշտ եմ հասկացել։ Եվ հետեւաբար հիմա ի վերջո պատասխանեք իմ հարցին, ձեր համայնքի երիտասարդը ինչով է զբաղվում։ Գնում է դպրոց եւ Կարծում եմ վերջերս Դիլիջանում զբոսաշրջությունը մի քանի անգամ ավելացել է։ Հետևաբար զբաղվածության խնդիր այդքան չեմ նկատում։ Քաղաքը բոլոր ուղղություններով զարգանում է եւ երիտասարդությունը կարծում եմ զբաղված է։ Շատ լավ։ Լսենք մեր հասարակությանը եւ տեսնենք ինչ են մտածում այս թեմայի շուրջ։ Ինչ խնդիրներ ունեն երիտասարդները Հայաստանում։ Շատ գիտեմ։ Այն խնդիրները ինչ որ ունեն բոլորը։ Անվտանգային, սոցիալական, տնտեսական, քաղաքական, առողջապահական, որտեղն է մեծ խնդիրը։ Նորմալ կրթության, բացի այդ վճարի հարցն է, տեսնում եք ամեն ինչ թանկացել է, գները կանաչիներից մինչև ինչը թանկացել է, այդ երեխեքը պետքա վճարեն եւ պետքա նորմալ կրթություն ստանան, պետքա կարգին դասախոսներ լինեն, որոնք գիտելիքներ տան։ Իսկ հիմա մեր մոտ տեսնում եք ինչ են կատարվում, էլի, անգրագետներ են հավաքվել, դասեր են տալիս, չգիտեմ ինչ սխալ բաներ են անում, պետքա մտածել ազգի մասին։ Դեմ ամեն ինչ տենում են, ամեն ինչին ուզում են հասնեն, բայց շռայլ են ծախսում, չեն հասնում։
էլի ծնողի միջամտությունը պետք է։ Ամենայդպես ինչքան տեսնում են բոլորը ժպտերես ուրախ են։ Խնդիրներն էլ երևի որ նորմալ խաղաղ երկնքի տակ ապրեն ու իրենց կյանքը ճիշտ լավ դասավորեն։ Իմ ժամանակ շատ լավ էր, ամեն ինչն էր լավ, եւ կրթական համակարգը, եւ մարդկանց փոխհարաբերությունները, եւ բարիություն միմյանց նկատմամբ կամենում էին իրար։ Ամենություն կարել։ Հիմնականում երևի երիտասարդության խնդիրը աշխատանքինն է, որպեսզի կարողանան աշխատեն ու հետո ամուսնանան։ Իրանք ավելի շատ այսօր ունեն խնդիրներ։ Հիմիկվա ձեր սերունդը շատ զարգացած է։ Թե երկրում, թե երկրից դուրս հասցրել են կրթվեն, ամեն դեպքում մեր երիտասարդները խելացի են։ Իրանք բացի ձգտումը ուզում են փող աշխատեն, փող ունենան, ինքնուրույն լինեն, բայց ճիշտ չեն տնտեսում իրենց գումարը։ Կա որ վարձերը վճարում են, դա քիչ բան չի։ Աշխատանքի ամենակարևորը աշխատանքի խնդիր ունեն, որովհետև մեր ժամանակներում երբ ավարտում էինք, մեզ նշանակումով ուղարկում էին աշխատանքի։ Ինձ թվում է հիմնականում դա է եւ հայրենիքի խնդիրն է, որը ամենակարևորն է։ Շատ լավ հետաքրքիր ուղերձ հնչեց։ Արդյոք երիտասարդները եւ դուք ցանկանում եք ամուսնանալ։ Իրականում Չէ՞ որ դա նույնպես մոդել է, չէ՞։ Այո։ Շարունակության, ապագայի։ Խնդրեմ։ Իրականում սա եւս հիմնախնդիր է մեր տնտեսության համար, որովհետեւ առողջ ընտանիքներն են հենց ձևավորում առողջ հասարակություն եւ կրթվածության բարձր մակարդակի իր հերթին տանում է առողջ ընտանիքի եւ առողջ հասարակության ձևավորմանը։ Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ 17-18 տարեկանում մեր աղջիկները ամուսնանում են, որովհետեւ նախ դու ինքդ պետք է կրթված լինես, դու ինքդ պետք է հասուն լինես, որպեսզի կարողանաս սերունդ կրթել եւ դաստիարակել։ Ուր է թե ամուսնանում են, ինչ եք ասում, մեզ մոտ ծերագնում է հասարակությունը չամուսնանալով։ Դուք դեմ եք չամուսնացածներին բանվախտ։ Չէ, ես դեմ չեմ, բայց ուզում եմ ասել, մարդիկ չեն տեսնում դրա մեջ այն մոդելը շարունակության եւ ինքնակատարելագործմամբ են զբաղվում, ասում են չարժի ժամանակ կորցնել։ Ավելի շատ նպատակ է անել ներդրում սեփական անձի վրա, թե նպատակ ունեն ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, դաստիարակել։ Կարծում եմ երկուստ եք պետք է իրագործվի։ Միայն սեփական կապիտալի վրա ներդրում իրականացնել չպետք է այդ մոտեցմամբ, այդ ուղղությամբ միայն առաջնորդվել։ Պետք է նաև ընտանիք ունենալ, սերունդներ դաստիարակել, որովհետև մեր երկրի հիմքում հենց առողջ սերունդը, երիտասարդ, հայրենասեր սերունդը պետք է լինի։ Կարծում եմ այդ միտքը վերացական չէ, տենց անձնական մոտեցում էլ ունի խիստ։ Այլ ոչ թե տենց դուք ունեցեք, իսկ մենք կզբաղվենք։ Ոչ, ինձ համար առավել քան երբևէ մեծ առաջնահերթություն է հայրենասեր, գիտակից եւ կրթված սերունդ ունենալը։ Շարունակում ենք նույն թեման, լսենք Նելին։ Ինչի է հիմա սերունդը ավելի ուշ ամուսնանում կամ դատապարտված է չամուսնանալուն։ Այստեղ ես էլի կբերեմ։ Եթե դատավճիռ է։ Իրականում լինում են դեպքեր, որ դատավճիռ է լինում։ Ես այստեղ կբերեմ հենց գործազրկությունը, որովհետև հիմարություն է, երբ դու չես կարողանում հոգալ քո սեփական ծախսերը եւ ամուսնանաս, ընտանիք կազմես, արդյունքում դժբախտացնես եւ կողակցիդ եւ ապագայում երեխաներիդ ոչինչով չկարողանաս ապահովել։ Իսկ գուցե դա ավելի բան է անում իրար։ Տենց խթանում է, որ այդպես չպետք է լինի եւ բացում են նոր հորիզոններ, նոր հնարավորություններ։ Համաձայն եմ, կարող են օգնել իրար, բայց երբեմն այդ փորձությունների արդյունքում ընտանիքները խաթարվում են։ Ձեր ասած տարբերակն է կայանալ, այնուհետև կազմել կայանալ, հասկանալ ինչի համար ենք ամուսնանում, ինչի համար ենք երեխաներ ունենում, նոր այդ քայլին գնալ։ Տենց ավելի դիտարկված կլինի ամեն ինչ։ Սվետլանայի կարծիքը լսենք։ Ես կփոխեմ բոլոր այս կարծրատիպերը։ Այո։ Կասեմ, որ ես ամուսնացած եմ։ 2 երեխա ունեմ։ 2 աղջիկ, հրաշք։ Ես համատեղել եմ եւ ամուսնական կյանքը եւ ուսանողական տարիները։ Եվ մայրությունը։ Եվ մայրությունը, այո։ Եվ հրաշալի օրինակ, որ կարելի է ամեն ինչ համատեղել։ Այո, եւ ես ձեզ ասեմ, երբ որ մարդ այդ զբաղվածության առումով, հա, երբ որ մարդ զբաղված է լինում, ինքը կոնկրետ գիտի, թե այս ժամից այս ժամը ինչ պետք է անի, որ հասցնի մնացած այդ բոլոր գործերը։ Եվ պատկերացնում եք, սա ապագան է 20 տարի հետո Սվետլանան իր դուստրերի հետ
հավասար, գեղեցիկ աղջիկներ, ճանապարհ դուրս եկած եւ միասին արդեն իրականացնելով մի հասարակական կազմակերպություն է դառնում այս ընտանիքը։ Ռոմանը շատ ավելի պահպանողական է այս հարցում։ Ընտանիքը, քանի որ հասարակության հիմնական բջիջն է, նաև ունի անվտանգային խնդիր։ Իմ կարծիքով նախ պետք է հիմք ունենալ, որպես նոր ամուսնանալ։ Բայց սա նաև առնչվում է այն թեմայի հետ, այն իրազեկության հետ, որ թմրամոլը չի կարող ունենալ առողջ ընտանիք եւ երեխաներ, եւ եթե նա սկսում է գիտակցել, իսկ նա ցանկանում է ունենալ եւ շարունակել, ուրեմն նա խուսափում է այս վատ ազդեցության տակ ընկնելուց։ Այո, մարդ եթե ցանկանում է գիտակցված ուզում է ամուսնանալ ընտանիք ունենալ, դա կդառնա նպատակ, որպեսզի իհարկե, այլ ոչ թե ասի սա իմ կյանքն է, իմ մարմինն է, ինչ ուզում եմ անում եմ, ձեզ ինչ գործ։ Հա, այդպիսիներն էլ կան։ Բայց նաև կան դրա հակառակները։ Կան դրան հակառակները, արդեն բարձեցինք։ Առաջարկներ։ Առաջարկներինքից նաև առաջարկ ունեմ մեկ նախադասությամբ ասել, թե ինչպիսի է Հայաստանի մասին եք դուք մտածում կամ ինչպիսի Հայաստան եք ուզում ունենալ եւ ապրել այդ Հայաստանում։ Նախ ձեր առաջարկները երիտասարդներին եւ ձեր թեմաներին եւ ձեր թեմաներից դուրս եւ երկրորդ ինչպիսի Հայաստան եք ուզում ունենալ։ Ինչպիսի Հայաստան եմ ուզում ունենալ, որտեղ կապրեի։ Անվտանգ, կարևորը, եթե անվտանգություն լինի, կարծում եմ եւ մյուս կողմից էլ իրավական պետություն լինի, կարծում եմ ամեն ինչ կարող է իրատեսական լինել։ Սվետլանա, դուք ավելի պատասխանատու եք։ Ես ցանկանում եմ իհարկե խաղաղ երկրում ապրենք, դա ամենակարևորն է եւ մեր երեխաների եւ մեր երկրի համար։ Ցանկանում եմ հզոր պետություն ունենալ, խելացի, կրթված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անձ պատասխանատու կլինի իր ընտանիքի եւ իր պետության հանդեպ։ Ես ցանկանում եմ ունենալ խաղաղ Հայաստան ու ցանկանում եմ երիտասարդների մեջ վերադարձնել այն կյանքը, որ կորավ 44 օրյա պատերազմից հետո։ Այսինքն պատերազմը բոլորից ես թվում է, թե շատերը կորցրեցին իրենց երեխաներին, ովքեր բարեկամներ չունեին, կորուստ չունեցան, բայց մենք կորցրեցինք մի ամբողջ սերունդ։ Ու կցանկանամ, որ կարողանանք վերականգնվենք ու ապրենք ու լավ ապրենք, որովհետև նրանք ընկան հանուն մեզ, ընկան հանունները, որ մենք կարողանանք ապրել ու երջանիկ ապրել։ Մարիամ, ես կցանկանամ ապրել խաղաղ եւ արդար Հայաստանում։ Տեսեք ինչքան էլ չարի ձեռքը փորձի կոտրել ծառը, եւ նույնը պետք է ունենա խորը արմատներ, եւ խորը արմատները արդեն բազմաթիվ կարելի է թվել Հայաստանի բարակայում, ինչ անենք, որ ունենանք խորը արմատներ։ Ես ուզում եմ, որ մենք ու մեր երիտասարդությունը ձգտի հենց խորը արմատներ ունենալուն։ Առաջին հերթին ուզում եմ, որ մեր երիտասարդները պատասխանատու վարքագիծ դրսևորեն։ Դուք օրինակ ձեր ընկերներին փողոցում, աշխատանքային միջավայրում, ձեր ցանկացած միջավայրում, երբ տեսնում եք մի արատավոր երևույթ, ձեր վերաբերմունքը դրան որն է կամ ձեր ընկերներին։ Անտարբեր չեմ, որովհետև առաջին հերթին պետք է բացատրել դրա հետևանքների մասին խոսել եւ կարծում եմ, որ երիտասարդը ինքը արդեն երևույթի հետևանքներին դրապետելով կարողանա իրեն ճիշտ դրսևորել։ Բարեկամներ, միշտ ասում են, որ կա սերունդների կոնֆլիկտ, անհամաձայնություն, ծնողներ եւ երեխաներ։ Դուք ինչ եք կարծում, այս եզրը գնալով մոտեցել է, թե կրկին անջրպետված ենք, մեծերը ուրիշ են, մենք ուրիշ ենք, իրար չենք հասկանում, ցտեսություն։ Երկխոսությունը ավելի է, թե ոչ։ Քանի որ ապրում ենք տեղեկատվական հասարակության ժամանակահատվածում, կարծում եմ այդ անջրպետը արդեն հաղթահարվում է։ Եվ չեմ կարող ասել հետագայում ինչ կլինի, տեխնոլոգիաները ինչպես կզարգանան, գուցե մենք ավելի հետամնաց լինենք, քան մեր սերունդները։ 20 տարի հետո։ Այո։ Բայց ներկայիս դրությամբ կարծում եմ անջրպետը արդեն հաղթահարվում է։
Այսինքն սերունդները ավակ եւ օրինակ ձեր եւ ձեզից ավակ սերունդը երկխոսում եք, հասկանում ենք ավելի շատ իրար, հակառակ չեն կարծիքները ավելի շատ։ Իմ փորձը ցույց է տալիս, որ ոչ միգուցե նախկինում ավելի կար այդ տարանջատվածությունը, սակայն վերջին տարիներին ես զգացել եմ, որ դա նվազում է արդեն։ Նելի։ Ես կարծում եմ տարաձայնությունները միշտ կլինեն, որովհետև երիտասարդները միշտ տարբեր են, միշտ գալիս են ավելի զարգացած սերունդներ ու միշտ հին սերունդները ասում են այ մարդ, էս ինչ սերունդ է, մենք սենց չէինք ու ես շատ անգամներ դա իմ վրա եմ զգացել, երբ որ մտել եմ դասարան ու տեսել եմ մեր սերունդին, նոր սերունդին ու ասել եմ լավ, էս ուր ենք հասել, ախր մենք սենց չէինք, ախր մենք ունենք մեր մշակույթը, մենք պահում ենք մեր այդ գիտեք Հայաստանը հայ ազգը ինչով է մյուս ազգերից տարբերվում իր ընտանեկան ջերմությունով, բայց մենք հիմա հասել ենք նրան, որ ընտանեկան ջերմություն չկա, ավելի շատ մարդկանց կյանքում իշխում են տեխնոլոգիաները եւ տեխնիկաները, երբ որ մենք կարող ենք նստել ու կլոր սեղանի շուրջ, այսպես ընտանիքի անդամների հետ խոսենք, մենք նստում ենք սեղանների շուրջ, բայց մեր ձեռքին հեռախոսներն են ու մենք կլանված սոցկայքերն ենք հետևում, նամակներ ենք գրում ու այդ ժամանակը մենք կորցնում ենք այն ժամանակը, որ կարող ենք ընտանիքի հետ անցկացնել, այն քաղցր պահերը, որ կարող ենք խոսել ու հասկանալ իրար, կամ հասկանանք ոնց անցավ օրը մեր։ Բայց այդ նույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նաև շփվել սահմանից դուրս գտնվող անձի հետ, այդ պահին քեզ անհրաժեշտ անձի հետ, այստեղ երկկողմանի գուցե պետք է համակարգված օգտագործել, չգիտեմ, բայց այնուամենայնիվ եւ տարիներ առաջ մեկը գնում էր Միացյալ Նահանգներ, նրանից դու մինչև չվերադառնար տեղեկություն չէիր ունենում կամ իսպառ չէիր ունենում։ Իսկ հիմա նույն վարքյանին, նա տեսնենք ինչա պատրաստում երեկոյան, իսկ ես սա եմ պատրաստում, բայց այստեղ ռեալ մենք հարաբերություններ ունենք։ Այո։ Սվետլանան, կարծում եմ պետք է ամեն ինչ մեր կյանքում համակարգված լինի, քանի որ մենք ապրում ենք տեխնոլոգիական դարում, մենք չենք կարող կտրված լինել դրանում, բայց պետք է ամեն ինչ կշեռքի նժային հավասար լինի, որպեսզի շահեն բոլոր կողմերը։ Այսինքն պետք է պահպանել եւ ընտանեկան այդ ամուր կապը եւ պետք է օգտվել տեխնոլոգիաներից, որպեսզի անջատված չլինենք հա կյանքից։ Այսինքն պետք է ամեն ինչ հավասարապես կիրառել մեր կյանքում եւ հաստատ դա կլինի մեր հաջողության բանաձևը կարծում եմ։ Չկտրվել տեխնոլոգիաներից։ Տեխնոլոգիաներից, այո։ Լավ, մենք շուտով չենք կտրվի։ Այո, շուտով արհեստական բանականությունը մեզ կասի կտրվել։ Մեզ կասի ինչպես։ Մարիամ Տարաձայնություններ իհարկե կան, բայց ես նախապատվությունը եւ առաջնահերթությունը տալիս եմ նրան, որ պետք է մեծին լսել, այսպեսի մի լավ խոսք ասում եմ, մեծին լսելիս ոտքդ քարին դեմ չի առնի եւ ինչքան էլ տարաձայնություններ լինեն, մեծին պետք է լսել, որովհետեւ նա ունի ավելի մեծ փորձառություն եւ կյանքի ուղում կարող է քեզ ճիշտ ուղղորդել։ Մեկական իհարկե դուք գրել եք, շատ հստակ ներկայացրել եք ամենակարևոր ձեզ թվացող նաև այս խոսակցության ընթացքում առաջացած գուցե նոր առաջարկ, որը ուզում եք բարձրաձայնել։ Ձեր առաջարկը Հայաստանին։ Մեկ առաջարկ։ Ինչպես արդեն բոլորս նշեցինք, որ ներկայումս ապրում ենք տեղեկատվական հասարակության շրջանում, ժամանակահատվածում, կարծում եմ, եթե մասնագիտական տեսանկյունից նայենք, մենք ունենք արհեստական բանականության կարգավորման օրենսդրության բաց։ Կարծում եմ այս ուղղությամբ պետք է աշխատել։ Տեղեկատվացություն չունեմ, թե այս ոլորտում ինչ գործընթացներ են տեղի ունենում օրենսդիրբանանում, բայց կարծում եմ, որքան հնարավոր է շուտ պետք է նման օրենսդրության մշակումը եւ ընդունումը տեղի ունենա։ Ավելի ռեալ առաջարկներ եւ ավելի շատ հանրության լայն շերտերի վերաբերող։ Ես առաջարկում եմ ստեղծել մի նոր հասարակական պայմանագիր, որտեղ երեխան տեղեկացված է, ծնողը ներգրավված է, հասարակությունը ոչ թե դատապարտում է, այլ միավորում է, իսկ պետությունը ոչ թե պատժում է, այլ գործընկեր է եւ պաշտպան, եւ ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ ցանկացած անձ կարող է կայանալ, կարող է հասնել այն ամենին, ինչ ձգտում է, հասնել միայն լավին։ Ես ցանկանում եմ կրթական համակարգին անդրադառնալ ու ցանկանում եմ, որպեսզի աչքաթող չարվեն սահմանամերձ գյուղերի կրթության որակը, դպրոցները եւ աշակերտները, որովհետեւ բոլորս կենտրոնացել ենք Երևան, մոտակա
մարզեր, բայց մոռանում ենք սահմանամերձ գյուղերի մասին, մոռանում ենք այնտեղի երեխաների մասին, այնտեղի երեխաների ցանկությունների մասին։ Ես կցանկանամ, որ շեշտը դրվի նաև սահմանամերձ գյուղերի երեխաների ու կրթության մակարդակի վրա։ Շատ լավ։ Այսպեսի փայլուն մի առաջարկ սպասում ենք Մարիամի։ Առաջարկում եմ նաև կենսամակարդակի բարձրացման ուղղված որոշակի գործընթացներ իրականացնել, որովհետև կենսամակարդակի աճը եւ հանցավարության մակարդակը բարձր եւ հակադարձ կոռելացված կապ ունեն, այսինքն կենսամակարդակի աճը տանում է հանցավարության մակարդակի նվազմանը եւ սա արդեն մեր երկրի համար նաև լուրջ խնդիր մարտահրավեր է, ինչպես կենսամակարդակի աճի համատեքստում, այնպես էլ հանցավարության, մակարդակի նվազեցման առումով։ Դրանք երկուսն էլ մեր երկրի համար լուրջ մարտահրավերներ են, որոնց պետք է անդրադարձ կատարվի։ Դուք ներկայացրել եք առաջարկներ, թեմաներ, որոնց մասին խոսել եք եւ այսօր էլ խոսեցիք, ինչ եք ուզում, որ դառնան ձեր առաջարկները։ Ինչպես իրագործման մեխանիզմը որն եք տեսնում դուք։ Նախ ինձ համար առավել քան երբևէ կարևոր է, որ առաջարկը թղթի վրա չմնա, պետք է այն իրագործել եւ հնարավորինս համապատասխան քայլեր ձեռնարկել ամեն գնով հասնելու այն առաջարկներին, այն նպատակներին, որոնք արդեն ներկայացված են եղել առաջարկում, որովհետև եթե մենք ունենանք առողջ հասարակություն, մենք ունենանք կրթված սերունդ, նաև եթե մեր սերունդը գիտակցի, որ իրեն գնահատում են իր երկրում, ապա Հայաստանը երբեք չի լքի եւ մենք խնդիր չենք ունենա նաև ուղեղների արտահոսքի հետ։ Իսկ դուք ինքներդ պատրաստ եք մասնակցել իրականացմանը, թե ուղղակի Չէ, իհարկե պատրաստ եմ մասնակցել եւ հնարավորինս առավելագույնս ջանքերը ներդնել ընդվյալ առաջարկի իրագործման համար։ Ձեզ ենք լսում։ Ի սկզբանե, երբ ես այս ծրագիրը ներկայացրեցի, ես դիտարկում եմ, եթե իհարկե Աստվածն առաջ այս ծրագիրը հաղթահարվի ու ընտրվի լավագույնների շարքում, ես մեծ սիրով կմասնակցեմ իմ ծրագրին ու կկատարենք հետևյալ քայլերը, նախ եւ առաջ, ինչպես շեշտեցի, ամենակարևորը պրակտիկան է, կստեղծվեն պրակտիկայի ծրագրեր, որոնց միջոցով ուսանողները կկարողանան կատարել հենց իրական աշխատանքներ, ու այդ աշխատանքները կվերահսկեն մենթորները, որոնցից հետո արդեն ուսանողները կստանան հավաստագիր փորձի վերաբերյալ, ու արդեն չենք ունենա այն խնդիրը, որ ուսանողը ավարտում է բուհը եւ փորձը բացակայում է, այսինքն ինքը կունենա որոշակի փորձ, որպեսզի կարողանա աշխատանք իր մասնագիտությամբ աշխատանք գտնել ու չբախվի այն խնդիրներին, որոնք ձեզ համար լավ հնարավորություններ այս մրցույթը, որ ներկայացնեք ձեր առաջարկը, հետամուտ լինեք, օրինակ հետո կդառնա գուցե նախընտրական ծրագրի մաս, գուցե մեկ այլ խմբի եւ հնարավորությունների տեր անձանց իրականացման մաս։ Այս մոտիվացիա էր, որպեսզի իրականություն դառնա, թե մոտիվացիան այլ էր։ Այս ծրագիրը իրականում հնարավորություն տվեց երիտասարդներին ոչ միայն բարձրաձայնելու արդիական խնդիրները, այլ նաև առաջարկելու իրենց լուծումները, իրենց մոտեցումները եւ ոչ միայն այս ծրագրը շատ գովելի կլիներ, որ նման ծրագրեր շատ լինեին, որպեսզի երիտասարդները կարողանային իրենց առաջարկները անեն։ Եվ թող մենք լինենք այն օրինակները, որ երիտասարդները նայեն մեզ ու իրենց նախագծերը ու ծրագրերը առաջ քաշեն, որովհետև մեզ պետք են, որպեսզի երիտասարդները պայքարեն, մոտիվացիան բարձրանա ու եւ ի վերջո մեր հայ հոգին վերադառնա ու մենք կարողանանք այս երկրում ինչ-որ փոփոխություններ անել։ Ի վերջո նաև պետք է հավատալ այն մտքին, որ լռել կամ լինել անտարբեր եւ ասել ոչինչ չի փոխվի, դա անցյալում է հիմական մարդիկ, նախաձեռնություններ եւ նաեւ այսօրվա մեր հնարավորությունը, որպեսզի լսեն երիտասարդներին, թե չէ մեր բոլոր ռազմավարական ծրագրերում պետության մասնավորի կողմից շեշտը երիտասարդների վրա է, հույսը կապում են երիտասարդների հետ, բայց տպավորություն է, որ երիտասարդությունը անմասն պետք է մնա եւ լսի, թե ինչ են խոսում իր մասին։ Դա այդպես չէ, համաձայն եք։ Այո, ես համաձայն եմ, ցանկանում եմ կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը, երբ գրել է ծրագիրը, ինչ որտեղ պատկերացրել է իրեն, որ հենց ինքը կարող է ինչ որ մասը հանձնառնել եւ կատարել այս իրազեկման, տեղեկացվածության բարձրացման, գիտակցության բարձրացման եւ օգնել մարդկանց, որպեսզի իրենք հավատան իրենց ուժերին եւ ինչն էր ամենակարևորը, հա, այս մրցույթի, որ ամեն ինչ իրականացավ արդար, ցանկացած առաջարկություն լսվեց
դիտելի դարձավ եւ մեր յուրաքանչյուրի գաղափարը փորձվեց կյանքի կոչել։ Ռոման, իմ մասով ինձ միշտ համարել եմ ակտիվ ու գիտակից քաղաքացի եւ կարծում եմ այն ծրագիրը, որ ներկայացրել եմ, որ մասով որ հնարավոր է եւ որ մասով կարող եմ աջակցել, բնականաբար կաջակցեմ։ Շատ լավ։ Եկանք ամփոփիչին։ Այո։ Ինտերակտիվ կրթական ծրագրեր առաջարկվեց։ Վերահսկողությունը բարձրացնել թմրամոլության տարածման դեմ, անվտանգ եւ իրավական միջավայր, խաղաղություն, հզոր, խելացի, պատրաստական, պատասխանատու քաղաքացիներ, վերականգնել, վերգտնել 44-օրյա պատերազմի ցավերը եւ ապրել, գնահատել այդ եւ գնահատել կորուստը Արդար Հայաստան պատասխանատու վարքագիծ օրենսդրության կարգավորում արհեստական բանականության վերաբերյալ հասարակական պայմանագիր պետությունը պետք է լինի գործընկեր, այլ ոչ թե միայն պատժողուշ Հայաստանը ճանաչելի դարձնել ֆուտբոլային, սպորտային միջոց դրսևորումներով, սահմանամերձ գյուղերի կրթական խնդիրները ուշադրության կենտրոնում եւ կենսամակարդակի աճ, որը շատ հարցեր կլուծի։ Իսկ հիմա լսենք արհեստական բանականությանը, թե ինչ է ասում մեր զրույցի մասին։ Երիտասարդների դերը պետության զարգացման գործում երիտասարդները Հայաստանի զարգացման գլխավոր ռեսուրսն են։ Քրթված ու ճկուն սերունդը կարող է բարձրացնել երկրի մրցունակությունը գիտության դիտյալ, տնտեսության եւ կառավարման ոլորտներում։ Նոր արարություն եւ փոփոխություն երիտասարդներն ավելի բաց են նոր գաղափարների ու տեխնոլոգիաներին կատմամբ։ Սա կարևոր է պետության զարգացման եւ ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու համար։ Քաղաքացիական մասնակցություն, ակտիվ երիտասարդությունը նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը։ Նրանք մասնակցում են հանրային քննարկումներին եւ վերահսկում իշխանության գործունեությունը։ Արժեքների շարունակականություն։ Երիտասարդները ոչ միայն պահպանում են ազգային արժեքները, այլև դրանք հարմարեցնում ժամանակակից իրականությանը։ Տնտեսական մասնակցություն, շատ ծրագրերում երիտասարդների ներգրավումը ձևական եւ իրական ազդեցություն չի ունենում։ Վստահության պակաս երիտասարդների մի մասը պետությանը չի ընկալում որպես իր զարգացման հարթակ։ Կրթություն աշխատաշուկա խզում, ստացած կրթությունը հաճախ չի համապատասխանում յան աշխատանքի պահանջներին։ Ինչպես ներգրավել երիտասարդներին իրական մասնակցություն, երիտասարդները պետք է ներգրավեն որոշումների կայացման փուլում, ոչ միայն կատարողականում։ Գործնական կրթություն ու հերուման հրաժեշտ է կապ ստեղծել կրթության եւ պետական համակարգի միջև պրակտիկաների միջոցով։ Պետությունը որպես կարիերա։ Պետական ծառայությունը պետք է լինի մրցունակ եւ բաց երիտասարդ մասնագետների համար։ Համանակակից հաղորդակցություն։ Պետություն պետք է խոսի երիտասարդների լեզվով թվային ու տեսողական հարթակներով։ Նախաձեռնությունների աջակցություն, երիտասարդական ծրագրերը պետք է ստանան ֆինանսական եւ ինստիտուցիոնալ աջակցություն։ Համայնքային ներգրավում, երիտասարդները պետք է մասնակցեն տեղական որոշումների կայացմանը։ Արհեստական բանականությունը ընդཐུպ նշեց նաև ազգային արժեքների պահպանությունը որպես երիտասարդների գործ եւ մի շարք այլ հարցեր, որի հետ կարծում եմ համաձայն եք։ Իհարկե, ազգային արժեքների շարունակականությունը շատ կարևոր է մեր այսօրվա հայաստանյան պարագայում եւ մեկ նախադասությամբ ասեմ, եկեք չորացնենք մեր սերնդի ժամանակ հազարամյակներից մեծ փոխանցված այդ աճեցված ծառը, որ ինքնին մեր ամբողջ ազգային արժե համակարգն է։ Շատ հետաքրքիր է այս ծառի օրինակը մի քանի անգամ ասացիք եւ դրա համար ձեր երիտասարդական ողջ ավիոնը օգտագործեք արդյունավետ ամեն օր, ստեղծագործ եւ վստահ։ Շնորհակալություն։ Եվ մի սպասեք, որպեսզի լինեն հնարավորություններ, պետությունը զբաղվածությունն ապահովի, մեկ այլ առաջարկ անի, արեք ձեր առաջարկները, հետամուտ եղեք եւ վստահ, որ այդ դեպքում հաստատ հաջողություն կլինի։ Շնորհակալություն։
Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ, Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։